Ավետարան ըստ Մատթեոսի։ Հիսուս Քրիստոսի Դավթի որդու Աբրահամի որդու ծննդաբանությունը։ Աբրահամից ծնվեց Իսահակը, Իսահակից Հակոբը, Հակոբից Հուդան և նրա եղբայրները։ Հուդայից և Թամարից ծնվեցին Փարեսն ու Զարան, Փարեսից Եզրոնը, Եզրոնից Արամը։ Արամից ծնվեց Ամինադաբը, Ամինադաբից Նահասովնը, Նահասովնից Սաղմոնը, Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը, Բոոսից և Հռութից Վովբեդը, Վովբեդից Հեսսեն, Հեսսեից ծնվեց Դավիթ արքան, Դավթից և Ուրիայի կնոջից ծնվեց Սողոմոնը, Սողոմոնից ծնվեց Ռոբովամը, Ռոբովամից Աբիան, Աբիայից Ասափը, Ասափից ծնվեց Հոսափատը, Հոսափատից Հորամը, Հորամից Ոզյան, Ոզյայից ծնվեց Հովաթամը, Հովաթամից Աքազը, Աքազից Եզեկյան, Եզեկյայից ծնվեց Մանասեն, Մանասեից Ամովսը, Ամովսից Հովսյան, Հովսյայից ծնվեցին Հեքոնյան և նրա եղբայրները Բաբելոնյան գերության ժամանակ։ Բաբելոնյան գերությունից հետո Հեքոնյայից ծնվեց Սաղաթիելը, Սաղաթիելից Զորաբաբելը, Զորաբաբելից ծնվեց Աբիուդը, Աբիուդից Եղիակիմը, Եղիակիմից Ազովրը, Ազովրից ծնվեց Սադովկը, Սադովկից Աքինը, Աքինից Եղիուդը, Եղիուդից ծնվեց Եղիազարը, Եղիազարից Մատթանը, Մատթանից Հակոբը, Հակոբից ծնվեց Հովսեփը, Մարիամի ամուսինը, որի հետ նշանված էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուսը, որն անվանվեց Քրիստոս։ Արդ Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները 14-ն են, Դավթից մինչև Բաբելոնյան գերությունը 14 սերունդ, և Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս 14 սերունդ։ Հիսուս Քրիստոսի ծնունդն այսպես եղավ. Նրա մայրը Մարիամը նշանված էր Հովսեփի հետ։ Նախքան նրանց մերձենալը Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Հովսեփը նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյային արձակել նրան։ Մինչ նա այս մասին էր մտորում, ահա Տիրոջ հրեշտակը երազի մեջ երևաց նրան և ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ վերցնելու Մարիամին, քո կնոջը, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա մի որդի պիտի ծնի և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։ Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից Եսայի մարգարեի միջոցով ասվածը. Ահա կույսը կհղիանա և որդի կծնի, և նրան կկոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայել էր իրեն, և իր մոտ առավ իր կնոջը, բայց նրա հետ չհարաբերվեց, մինչև Մարիամը ծնեց իր անդրանիկ որդուն, որի անունը Հիսուս դրեց։